Այս գործը չպետք է հասներ դատարան, քանի որ ապացույցների միակ աղբյուրը մինչ օրս միայն տուժող կողմն է։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ Մուղնու Հովվության հոգեվոր հովիվ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը կրկին հայտարարեց, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ։ Տուժողներ են համարվում կարգալույց հոգեվորականներ Արամայիս Թախմազյանը եւ Ստեփան Ասատրյանը։ Մեղադրանքի համաձայն Մկրտիչ Սրբազանը թեմի հոգեվորականներին պարտադրել է մասնակցել վարչապետի դեմ կազմակերպված հավաքներին, իսկ 2021 թվականի ընտրությունների ժամանակ հրահանգել չքվեարկել իշխող թիմի օգտին։ Պաշտպանները շեշտեցին, որ մինչև հիմա ներկայացված ապացույցների հիմնական աղբյուրը նույն անձի հայտարարություններն են, իսկ գործի համար կարևոր նյութերի մի մասը դեռևս պահվում է քննչական կոմիտեի դարակներում։ Խոսքը թեմի տասնյակ քահանաների ցուցմունքների մասին է, որոնք իրավապահ մարմինները ձեռք էին բերել 2025 թվականի հոկտեմբերին իրականացված խուզարկությունների եւ հարցաքննությունների ընթացքում։ Քննչական մարմինը այդ գործից մաս է անջատել եւ այն մասով, որ Մկրտիչ Սրբազանին մեղադրանք են առաջադրել, ուղարկել է դատարան դրանց մեջից ուրեմն հանելով հոգեվորականների ցուցմունքները եւ առերեսումները։ Այսինքն այս պահին մենք ունենք այստեղ երկու տուժողի ցուցմունք։ Այս առումով բավական հետաքրքիր է, թե ինչու է այս ծանր մեղադրանքը, որ առաջադրվել է Սրբազանին, ինչու է այսպիսի սակավ ապացույցներով ներկայացվել։ Նախորդ նիստերի ժամանակ մենք միջնորդել ենք, որպեսզի դատարանը պահանջի այդ ցուցմունքները, դատարանը պահանջել է, բայց քննիչը անտեսել է դատարանի որոշման պահանջը, բառից բուն իմաստով անտեսել է։ Այն պայմաններում, երբ որ դատարանի որոշումը պարտադիր է Հայաստանի Հանրապետություն բոլորի համար, եւ ինչպես գիտեք, իրենք այլաբանորեն մեկնաբանելով Վեհափար Հայրապետի նույն դատական ակտի չկատարման կամ խոչընդոտման համար մեղադրանք են առաջադրել։ Բայց նույն քննչական մարմինը բառից բուն իմաստով արամարում է դատական ակտը։ Քննիչները հասկացել են, որ դա ի վնաս իրենց կեղծ մեղադրանքի է, այդպես կարող են բնորոշել եւ չեն ներկայացրել դատարան։ Մենք իհարկե պատրաստվելու ենք նույն հոգեվորականներին որպես վկա հրավիրել եւ դատարանում նրանց ցուցմունքները լսել։ Այս առումով մենք դեռևս այդ հնարավորությունը ունենք։ Փաստաբան Արա Զոհրաբյանը զուգահեռներ անցկացրեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի կոշտ հայտարարությունների եւ Մկրտիչ Սրբազանին վերագրվող «Ում ուզում եք ընտրեք, Փաշինյանին մի ընտրեք» հորդորի միջև։ Արա Զոհրաբյանը նաև փաստեց, որ որևէ մեկին ընտրելու կամ չընտրելու հորդորը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն համարվում է նախընտրական քարոզչություն։ Ըստ փաստաբանի քաղաքական կամ հանրային դիրքորոշում արտահայտող այդ հայտարարության համար Սրբազանին քրեական պատասխանատվության ենթարկելը զուրկ է իրավական հիմքերից եւ կրում է ընդգծված քաղաքական երանգավորում։ Մենք այսօր դատարանում վկայակոչեցինք վարչական դատան 2021 թվականի վճիռը 5 դատավորի կազմով օրինական ուժի մեջ մտած վճիռը, որտեղ դատարանը Նիկոլ Փաշինյանի խոսույթից առանձնացրել էր այնպիսի հատվածներ, մուրճով կհարվածեմ, հետո նաև այլաբանորեն ասված խոսքեր եւ համարել էր, որ դա բռնության սպառնալիք է, օբյեկտիվորեն կարող է համարվել բռնության սպառնալիք, եւ համարել էր, որ նախընտրական կառավարության կարգը խախտված է։ Եվ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որևէ քրեական վարույթ չի եղել մինչև այսօր։ Եվ մի կողմում դնում ենք Նիկոլ Փաշինյանի այդ խոսույթը, մյուս կողմում Մկրտիչ Սրբազանին վերագրվող «Ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք» եւ սրանք երբ որ կշռում եք, տեսնում եք, որ անհամատեղելի են, անհամաչափ են։ Մինչդեռ սա հենց վառ ապացույցն է, որ սա քաղաքական հետապնդում է բառից բուն իմաստով, որովհետեւ որևէ հանցավոր արարք թույլ չի տվել։ Արա Զոհրաբյանի խոսքով նույն abովանդակ այլ քաղաքական հայտարարությունների հանդեպ իրավական այս տարբերակված մոտեցումը խոսում է իրավապահ համակարգի կողմնակալության մասին։ Հարկ է նշել, որ Մկրտիչ Սրբազանն ամենայն հայոց կաթողիկոսի քրոջորդին է։ Պաշտպանական կողմը եւ առհասարակ հանրությունն այս գործը դիտարկում է եկեղեցու դեմ իրականացվող արշավի համատեքստում։ Հիշեցնենք, Սրբազան հայրը կալանավորվել էր հոկտեմբերին, սակայն ավելի ուշ դատարանը նրա խափանման միջոցը փոխեց նախ տնային կալանքի, ապա վարչական հսկողության։ Քանի որ Սրբազան հայրն այժմ իրավունք չունի զբաղվելու թեմի գործերով, վարչատնտեսական հարցերով տևական ժամանակ է զբաղվում է թեմական խորհուրդը։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։